Դե մենք շատ ենք շփվում մեր ներդրողների հետ, իհարկե, քայլ ներդրողների հետ կամ մարդիկ, որ նոր են դիտարկում ստարտափ ներդրումները, մենք ամեն անգամ նույն բանն ենք շեշտ դնում այդ բանի վրա, որ այս ճանապարհը որ սկսում ենք, պետք է հաջողակ լինի։ Դե ստարտափների ուղղությունը իհարկե իր յուրահատկությունը լինի, ճիշտ ձև կա դրա այդ ներդրումներ անելու, բայց շատ կարևոր է նաև, որ այդ ներդրումային հաջողությունը նաև այլ տեղեր ստեղծվի, որտեղ այսպես ասած ստարտափ ներդրումները պորտֆելի մենակ մի մասն են, ու նաև այլ տեղեր պետք է ներդրում արվի։ Հիմա այդ ճանապարհը որ սկսում ենք, պետքա ճիշտ լինի ու փորձից ելնելով լավագույն փորձը միջազգային եւ այլն, ըստ դրա փորձում ենք նաեւ այդ ինֆորմացիա տրամադրել, որ մարդիկ դիտարկեն, հա, որ ճանապարհը եթե մեր մոտից են սկսում ստարտափներից, նաեւ այնտեղ եւս փորձել ձևակերպի։ Դե այսօր մի հատ նկարագրենք ոնց է այդ ամենը արվում, որ հեշտ ճիշտ ձևով այդ ամենը արվի, սխալներից խուսափենք եւ ընդհանուր երկարաժամկետ այդպես լավ հաջողակ պատմություն լինի էլի այդ ներդրումային մասը։ Ի վերջո մեր խնայողությունների մեր փողերի հետ ենք էլի գործ ունենում։ Դե շատերս օրինակ գիտենք, որն է Barnett-Thompson արդեն, որն է Barta-Thompson, չգիտեմ ռիսկերը դրա հետ կապված, այսինքն եկամտաբերություն եւ այլն, Barnett-Thompson ETF-ներ եւ այլն, հա։ Հիմա այդ առումով, երբ որ այդ ամենը գիտենք, դա բարձր ապաշում, լավ հիմա ինչ անենք։ Հիմա բոլորս ունենք ինչ որ ռիսկային տոլերանտություն, հա, որոշ մարդիկ շատ է ռիսկ վերցնում, որոշ մարդիկ քիչ, նայած ներդրող, նայած չգիտեմ, ինչ կարող են ինֆորմացված, հա, դա էլ ազգում իհարկե, բայց երբ որ այդ ամիջը բոլոր ինֆորմացիան ունենք, շատ կարևոր է ստեղծել պորտֆել, հա, պորտֆելը ինչ է նշանակում, պորտֆել նշանակում է օրինակ, սա մի պորտֆել է, որտեղ մենք ունենք ինչ որ ավաններ, ունենք պարտատոմսեր, որտեղ իրանք սովորաբար ավելի կանխատեսելի են հոսքերը, հա, սովորաբար ավելի քիչ ռիսկային են, բայց դա պարտադիր չի ամենად, ասենք, կան կազմակերպություններ, որոնք չգիտեմ պարտատոմսեր չեն վճարել եւ այլն, դա ասենք 0 ռիսկ չի բոլոր դեպքերում։ Այսինքն մենք ունենք որտեղ մի չոր ավան, ինչ որ պարտատոմս, բարբետոմսեր իհարկե, որոնք մի քիչ ավելի ռիսկային են, բայց իրաց եկամտաբերությունը շատ ավելի բարձր է։ Ու կարող է ունենալ չգիտեմ առանձին բարբետոմսեր, լինի դա չգիտեմ Service Titan, չգիտեմ Team Telecom եւ այլն, ու կարող ունենալ ստարտափներ այլ ոսկի, նավթա, չգիտեմ, եթե շատ են այդպես բաներ են դուրս գալիս, կարող նաեւ դա անել։ Հիմա այդ պորտֆելի մասով շատ կարևոր է ստեղծել այդ պորտֆելը։ Պորտֆելը մեզ ցույց է տալիս մեկ ինչքան է ռիսկայինությունը, եւ իհարկե պորտֆելի մակարդակով մենք ակտենք արագ խախտենք իր սպասվող եկամտաբերությունը, որտեղ այս բարբետոմսերը մանավանդ եթե մենք շուկան ենք գնում ETF-ներ, շատ պատմական ստատիստիկա կա, իրանք տարեկան ինչ տիպի եկամտաբերություն են ստեղծում։ Ըստ դրա մենք կարող ենք պորտֆել ստեղծենք, ասենք օրինակ մենք այդ պորտֆելը մեզ առաջ տալիս է 12% եկամտաբերություն ու կարող կանխատեսենք տարիների ընթացքում մենք այս ամենը անենք, որ ինքը sense մի հատ կորա ստացվելու։ Իհարկե ինքը պետք է լինի դիվերսիֆիկացված, հարյուրային առումով, գեոգրաֆիայի առումով, իհարկե ռիսկի առումով, լիկվիդայնության առումով, որոշ գործիքներ ավելի լիկվիդային իրացվել են, որոշները ավելի քիչ։ Այդ պորտֆելը շատ կարևոր է, երբ որ պորտֆելը արդեն ստեղծեցինք, ինքը ռազմավարական որոշում է, երբ որ ստեղծեցինք պորտֆել, ամեն ամիս այս պորտֆելը չենք փոխում, մենք ամեն ամիս անում ենք նույն բանը, գալիս է ինչ-որ եկամուտ, խնայողություն, արդեն բաշխում ենք ու ամեն ամիս անում ենք նույն բանը, ըստ դրա երկարաժամկետ sense մի հատ կոր առաջանում։ Չենք կարդում լիքը նորություններ, ակtual բոլոր նորություններ չենք կարող կարդալ, աշխարհում ամեն անգամ, ամեն տարի, ամեն ինչ չգիտեմ, ինչ որ բան ամեն անգամ կատարվում է, բայց իհարկե տրենդը շուկայում միշտ տասնյակ տարիների, հարյուրավոր տարիների ընթացքում նույնիսկ մոտավորապես այս տրենդը իր տարբեր տաղանդներով։ Ինչու է կարևոր այդ պորտֆելը։ Ինչու չդնենք ամեն ինչ, չգիտեմ, պարտատոմսերի մեջ, ամեն ինչ բարբետոմսերի մեջ։ Շատ կարևոր մաս է այստեղ։ Դա այս դիվերսիֆիկացիան է, սա գրենք դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիա։ Հիմա ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է ունենք երկու հատ ակտիվ։ Մեկը ակտիվ A, մեկը ակտիվ B։ Մի ակտիվը բոլոր արժեթղթերը ունեն ռիսկ եկամտաբերություն համաչափ։ Բարձրանում են, իջնում են, այսինքն ինչքան բարձր ռիսկ, այնքան բարձր եկամտաբերություն, ինչքան ցածր եկամտաբերություն, այնքան սովորաբար ավելի ցածր ռիսկ։ Ակտիվ 1, ակտիվ 2։ Մեկ ավելի բարձր ռիսկ եկամտաբերություն, այս մեկ ավելի ցածր ռիսկ եկամտաբերություն, բայց ինչ է տեղի ունենում, երբ որ մենք ստեղծում ենք պորտֆել։ Օրինակ, այս պորտֆելի կեսը սրանից է, կեսը մյուսից է։ Առաջանում է այսպես կարմիր կոր։ Այդ կարմիր կորը նշանակում է մենք այդ երկու ակտիվ իրար հետ դնենք, մենք կարող ենք ստանալ ընդհանուր պորտֆելի եկամտաբերություն, որ ավելի բարձր է, քան թե ավելի ցածր ռիսկով ակտիվը։
պատկերացրեցիք, այսինքն պորտֆել, որի եկամտաբերությունը ավելի բարձր է, բայց ավելի ցածր ռիսկով կանցնի սա։ Եվ հակառակը նույն ռիսկով կարող ենք ստանալ ավելի բարձր եկամտաբերություն, քան ցածր ռիսկով ակտիվը։ Սա շատ կարևոր է։ Միակ ձևը ֆինանսներում եկամտաբերություն բարձրացնել առանց ռիսկի, դա ստեղծել պորտֆելը։ Դրա համար այս պորտֆելի ստեղծումը շատ կարևոր է, որտեղ ստեղ իրենք նույն ձևով չեն շարժվում կոռելացիաներ եւ այլն, շատ չխորհրդանք այս թեմայի մեջ, բայց ոնց որ միշտ ասում ենք ներդրողներին, պետք է ունենանք պորտֆել, պետք է կարգապահորենք ըստ այդ պորտֆելի առաջնորդվենք, գոնե մի քանի տարի, եւ այս դիվերսիֆիկացիան շատ կարևոր բան է։ Դե հուսամ օգտակար էր, կապի մեջ